Իմ շատ սիրելի YouTube-յան ընկերներ, ողջունում եմ ձեզ եւ ասում եմ բարի գալուստ իմ նոր YouTube-յան vlog։ Ես Աննան եմ, ապրում եմ արդեն 7 տարի Ֆրանսիայում։ Ես ու իմ ամուսինը ունենք մեր պրոժեկտը եւ կազմակերպում ենք ցանկացած առիթ, ձեր ցանկացած առիթը, եթե կարիք ունեք հանդիսավարների, դու այդ հանդիսավարներ ենք, ֆոտոնկարիչ եւ ընդհանուր փաթեթը։ Սա կարճ իմ մասին եմ ներկայացնել, որովհետև շատերը նոր եք իմ ալիքում եւ տարբեր հարցեր եմ ստանում, թե ես անգամ որտեղ եմ ապրում, այսինքն մարդիկ հետևում են ինձ, բայց իմ սովորական վլոգներից դեռ չեն հասկանում, որ ես ապրում եմ Ֆրանսիայում։ Այսօր գործի բերումով ես գտնվում եմ Ստրասբուրգ քաղաքում, Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, ու այս ընթացքում ունենք մի քանի առիթներ, դրա համար մի փոքր երկար ժամանակով մնալու ենք հենց այստեղ։ Եթե ինձ հետևում եք Ստրասբուրգից, մեկնաբանություններում նշեք, շատ հետաքրքիր կլինի, եթե այստեղից գիտեմ, որ հետևողներ ունեմ, անգամ արդեն հանդիպել եմ նրանց, բայց եթե կան այլ հետևորդներ, ովքեր հետևում են, մեկնաբանություններում գրեք։ Մյուս անգամ որ գամ, կարող է ձեզ հետ էլ հանդիպեմ։ Եվ ուզում եմ ձեզ մի բան ասել, այն մասին, թե ինչքան մոտ ենք մենք հիմա Գերմանիային, ուրեմն հեսա շուտով տրամվեն կգա ու մենք մի քանի րոպեների ընթացքում ուղղակի սենց տրամվով կլինենք, կհայտնվենք Գերմանիայում։ Շատ սիրուն ենք տեղ տեսարան կա, կգնանք ձեզ էլ այնտեղ ցույց կտամ, բայց հետաքրքիրն է, որ ընդամենը մի քանի քայլ հետո ես կլինեմ Գերմանիայում։ Այդքան հեշտ։ Այն մասին, թե Ստրասբուրգը ընդհանրապես ինչքան մոտ է Գերմանիային։ Դե ինչ, եթե ուզում եք շարունակությունը տեսնել, մնացեք ինձ հետ եւ ակտիվ եղեք մեկնաբանություններում, որպեսզի ես հասկանամ նմանատիպ ֆորմատը ձեզ հետաքրքրում է թե ոչ։ Ոնց որ Սիփանն է ասում, այս հատվածը ոնց որ Հայաստանը է։ Այստեղից եմ համենք պատմում։ Ընդհանրապես գնում ես 1.80 էր, չէ՞, տիկետը կախրեմ։ 1 հոգին, հա։ Հա, 1 հոգին։ 1.80 էր, 1 եվրո 80 սանտիմ ու ընդհանրապես այդ փոքրիկ գումարը կհասնես Գերմանիա։ Շարժանի նման բանը, որ 1944 թվականի նոյեմբերի 28-ին ոնց որ ինքը մահացել է Ֆրանսիայի համար այդ պատերազմում ու իրան է նվիրվում Ալբերտ Զիմեր։ Իրա հիշատակի։ Ժողովուրդ ջան, հասել ենք տեղ։ Ընդամենը մի քանի րոպե հետո ես ձեզ ցույց կտամ, թե ոնց եմ ուղղակի այսպես մեկ քայլ անց լինելու Գերմանիայում, այսինքն ոտքս կարող եմ դնել հոպ Ֆրանսիա, հոպ Գերմանիա։ Սա հենց այդ հայտնի կամուրջն է, որը որ բաժանում է Ֆրանսիային Գերմանիայից։ Այսինքն ես ընդամենը կամուրջը հատելիս, որ մի քիչ գնամ, ես գտնվելու եմ արդեն Գերմանիայում։ Իդեպ ասեմ, որ ուշադիր պետք է լինել, քանի որ այստեղ կարող է եւ կոնտրոլ արվի ու շատ հնարավոր է, որ պարզապես ոստիկանները քեզ կանգնեն ու ստուգեն։ Դրա համար զգուշանալ պետք է եւս։ Դե հիմա եկեք գնանք, մի քիչ ձեզ ցույց կտամ համես գեղեցիկ տեսարանը, համեն մենք արդեն ցույց կտամ, թե ոնց ենք հասել Գերմանիա։ Հիմա իրար հետ այս սիրուն տեսարանի միջով կանցնենք ու կհասնենք Գերմանիա։ Այստեղ կարող է տրամվով էլ գալ, բայց մենք նախընտրեցինք ուղղակի քայլենք, որ այս սիրուն տեսարանը տեսնենք։ Երբեմն, եթե հնարավոր է եւ տեսած լինեք, ձեզ մոտ ցույցը կտա, ինչպես են այն, այսպես ասած, վայրենիները անգամ հեծանիվով բարձրանում է կամուրջը, փորձում է այդտեղով անցնել, որը որ շատ խիստ, խստիվ արգելված է, բայց դե մարդիկ իրանց դիտումների ետևից ընկնում են եւ ինչ էր ասես, որ չեն անում։
Ոսկս ոչ թե այսպես հեծանիվները որ տեսնում եք հենց հիմա էլ գալիս են, այսպես սովորական որ կամուրջի վրով անցնում է դա է, այլ խնդրում եմ ցույց տալ մի հատ օպերատոր ջան վերևը, այլ բարձրանում են ու իրենց դիտումների համար այս արգելված հատվածով են անցնում, որը որ իսկապես վտանգավոր է թե իրենց կյանքի համար եւ թե մյուս հետնորդների համար։ Հարգելի ինքերներ, ինչպես ասացի, շատ հնարավոր է որ դուք հանդիպեք ոստիկանների, ահա այնտեղ կա կետ, որտեղից որ արդեն Ֆրանսիան բաժանվում է եւ դու Գերմանիայում ես գտնվում եւ շատ հնարավոր է որ հսկիչները ձեզ ստուգեն։ Իսկ մենք մեզ մոտ տեսեք ունենք շատ սիրուն այսպեսի մի սրճարանի տեսարան, հնարավոր է եթե հասցնենք այստեղ էլ գնա, որտեղ կա նաեւ շատ գեղեցիկ խաղահրապարակ, երեխեքը ինչպես տեսնում եմ լավ խաղում են։ Ու տեսեք ինչքան մարդ կա այս ժամին այստեղ։ Բարի գալուս Գերմանիա։ Մենք հիմա Գերմանիայում ենք։ Հիմա գնում ենք այդ սիրուն սրճարանում մի հատ հավեսով սուրճ խմենք ու գնանք հետ Ֆրանսիա։ Քայլելով են անգամ։ Մնում եմ մեզ ստեղ տեղ գտնենք։ Դե ինչ, խնդրեմ, ասենք Գերմանիային հաջողություն Եվ բարի գալուստ Ֆրանսիա։ Շատ հետաքրքիր է, այո։ Զվարճալի պատմություն։ Գնացինք։ Խնդրում եմ ես գեղեցիկ տեսարանը տեսեք, հասցրեցինք անգամ տեսնել այս սիրուն տեսարանը, այս մեծ հսկայական գեղեցիկ նավը, որ անգամ գիշերով անցնում է։ Ուզում ես այս տեսարանը անվերջանալի կերպով սենց նայես ու նայես, չես ուզում հեռանաս այս տարածքից, այնքան գեղեցիկ է։ Ժողովուրդ ջան, մի բան եմ ուզում ասել, այսպես կարելի ասել մի փոքրիկ ավելացում, ուրեմն հենց միանգամից մտանք Ֆրանսիա, այս ոտքներս հենց արդեն կպավ Ֆրանսիայի հողին, միանգամից այնց մեծ էր տարբերությունը, այստեղ կյանքը մեռավ, այնտեղի շարժը, աղմուկը, եռանդես, եռուզեռը, այնքան սենց բան էր, որ քեզ չէր էլ թվում, որ արդեն գիշերվա 12-ն է ու կեսգիշեր է, իսկ միանգամից մտնում ես Ֆրանսիա, մեկ էլ հոպ, կյանքը ստեղ всё քնած է։ Ու ընդհանրապես այդ փողոցային լուսավորություն եւ այլն տարբերությունը շատ մեծ է։ Ու ես խոստանում եմ, որ մենք դեռ շատ sense եվրոպական քաղաքներ ենք միասին բացահայտելու։ A few moments later. Վանոն հաղթում է, զիպան։ Ոտնում է լուգան։ Դիս է ծանում որ հելնի։ Վաու, վանոն հելավ։ Ես ավելի լավ է խաղում, ինչ խոս։ Հայր 1991
Չէ, բայց մալադես, Վանոն ահագին հմտացել է։ Շատ մոտ եմ, բայց չեմ հարցնում։ Հիմա ես եմ։ Ասամ համայրը սիքան եմ։ Դու լիդայի կանկունենտ ես, ասեմ։ Si parla vicino anche per gli altri. Chivo te agarra toda la mano. Այս անգամ էլ Ստրասբուրգի մեկ այլ փոքրիկ բայց շատ սիրուն Petit France կոչվող փողոցն ենք բացահայտում։ Ստրասբուրգ գալուց անպայման այս Petit France-ը եկեք, ոնց որ sense փոքր են մինի կոլմաղը լինի, շենքերը շատ սիրուն, գունավոր, այս գետի ափը, մի խոսքով ամեն ինչ շատ սիրուն է, հաստատ չեք փոշմանի, սիրուն նկարներ ովքեր որ սիրում են ունենալ, այստեղ պետք է գաք։
The sun is shining bright like a colorful aurora. It paints the world in hues of orange and white and more. I'm gonna start packing my bag. I'm leaving all worries behind. Let's go. I need to get my own summer style back. The breeze is playing soft through the palm trees loft. Seen it whisper secrets of each land. The sound of the waves lapping on the beach is like a pleasant melody. Soothe my heart's troubles. Windows down with the wind in my hair. I feel so free. Oh, it's the smell of summer. My summer trip. Take me away all worries to a place where my heart can play. Under the stars, by the ocean shore, by the vast grasslands. Oh, it's the smell of summer. I find a hidden cove where the dolphins rove. I watch them dance in the ocean's cove. I build a sandcastle high. I touch the summer sky. I sit around a fire, share stories that will never tire. I found Բացահայտելով Ստրասբուրգը, հիմա գնում ենք կաթեդրալ եկեղեցին, չէ՞, ամենամեծն է։ Ամենամեծ եկեղեցին տեսնելու։ Պիտի ֆոնսը շատ սիրուն էր արդեն։ Չի էսի փանասենք տեսնում ես նկարում եմ։ Մի քանի սիրուն տեղեր կան, որ ուզում ենք հասցնենք գնանք, որոնցից մեկն է նաև պարլամենտն է, չէ՞։ Պարլամենտը Հա, ստեղ դիմանկարներ կարող եք անել, si jamais, так, Ստրասբուրգ։ Ես պտիտ ֆրանսը շատ սիրուն էր, ասում եմ ոնց որ մինի են կոլմաղը բերել են այստեղ, այստեղ ավելի շատ է կողպեքները։ Հասցնենք, որտեղ դպրոցի ժամը պետք է երեխեքին էլ գնանք վերցնենք, շատ բաներ չենք կարող հասցնել տեսնել, բայց այն կարևոր ու ամենասիրունները ուզում ենք արագի մեջ գոնե sense կողքով հասցնենք անցնենք։ Գնանք եկեղեցին, մեկ էլ պարլամենտը, որտեղ որ բոլոր այդ նախագահական նիստերն է լինում։ Հա։ Սպասեք ձեզ ցույց տամ այս կողպեքների շատությունը։ Հավանել ես իհան Ստրասբուրգը։ Որոշել ենք մենք Ստրասբուրգում ենք ապրելու վերջ։